Առավոտ լուսոն է շարունակում իր ընթացքը սիրելի հեռուստադիտողներ, ողջունենք բոլոր նրանց, ովքեր գուցե նոր են արտացել ու նոր են միացել մեր ընթացքին։ Օրերից մի օր խելասի մարդկանցից մեկն ասել է գրել սովորում են միայն գրելով։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ այսօր ժամանակակից ստեղծագործող մարդիկ այո շատ են գրում։ Գրում են եւ արդյունքում մենք ունենում ենք նաեւ եւ բացահայտում ենք տաղանդավոր ստեղծագործողների եւ նրանց հետաքրքիր ստեղծագործությունները եւ շատ ուրախ ենք, որ այսօր մեզանում կան հարթակներ, որտեղ այո ժամանակակից ստեղծագործող մարդիկ կարողանում են ներկայացնել իրենց գրականությունը եւ ներկայանալ որպես նաեւ ստեղծագործողներ։ Գրքի Երևանյան միջազգային փառատոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը։ Սեպտեմբերի 28-ին այցելելով Գյումրի, հոկտեմբերի 4-ին Կապան։ Մանրամասներ իհարկե մեր հյուրի հետ արդեն։ Շարունակելու ենք թեման մեր հյուրի հետ, մեր տաղավարում է գրքի Երևանյան միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը, ողջույն։ Բարի լույս, սիրելի Արմեն, շատ ուրախ ենք, որ հաճելի լարված էտապում իհարկե, որովհետև մոտենում է ժամանակահատվածը արդեն մեկնարկելու Գյումրիում փառատոնը, բայց բրավո, որ ժամանակը գտաք ու միացաք մեզ Առավոտ լուսոյի շրջանակներում։ Շնորհակալություն, որ հրավիրել եք եւ անդրադառնում եք գրքի փառատոնին ամեն տարի, այնպես շնորհակալ եմ։ Շատ պատրաստված եք, շատ թարմ եք երևում, վստահաբար առավոտյան լավ եք արտացել եւ Ես առավոտյան միշտ շուտ եմ արթնանում, 6:30 իմ օրը սկսում է ամեն օր, այնպես որ ես հոգնած տեսք երբեք չեմ ունենում։ Բրավո, օրինակելի։ Շատ լավ է։ Շնորհակալություն։ Արիքն օգտագործելով բոլոր գրքասերների անունից ուզում եմ ասել եւս մեկ անգամ շնորհակալություն։ Այս տարի արդեն 8-րդ անգամ Երևանյան գրքի միջազգային փառատոնը իրականություն դարձնելու համար, բայց շատ ուրախալի է, որ Երևանյան գրքի փառատոնը էլ միայն մայրաքաղաքին չի պատկանում։ Այո։ Մինչ կգնանք մարզեր, մի փոքր ամփոփենք, ինչպիսին էր 8-րդ գրքի փառատոնը։ Արդեն որ ասում եք 8-րդ, ցենց սիրտս փառավորվում է, որովհետև որևէ բան իրականացնել 8-րդ անգամ, դարձնել փառատոնը կայացած, այսինքն մեծ ձեռքբերում է, ինչի համար ես շատ ուրախ եմ եւ շնորհավորում եմ առհասարակ գրականության ոլորտի բոլոր մարդկանց եւ հաստատակամորեն գնում ենք առաջ։ Գրքի Երևանյան փառատոնը շատ նշանակալի արդյունքներ ունեցավ այս տարի, միայն մի քանի թիվ ու փաստ նշեմ, որ մենք ունեցանք 10 երկրից հրավիրված գրողներ եւ հրատարակիչներ, ինչը միջազգային բաղադրիչի ընդլայնում էր։ 50-ից ավելի միջոցառումներ տեղ ունեցան 3 օրերին։ Հրատարակիչները վաճառել են 18000 գիրք եւ մենք ունեցել ենք 40000-ից ավելի այցելու։ Այսինքն գրքի Երևանյան փառատոնը այդքան այցելու է ունեցել, ինչը Երևանի չափ քաղաքի համար շատ մեծ թիվ է եւ այդ թվին ձգտում են հասնելու աշխարհի տարբեր փառատոներ, որոնք գուցե մարում են գնալով, բայց մենք արի ուտես, որ կարողանում ենք ավելի ընդլայնվել եւ ես խոստանում եմ, որ ավելի շատ ենք ընդլայնվելու եւ այդ աշխարհագրության ընդլայնման շրջանակում այս տարի որոշեցինք գնալ նաեւ մարզեր։ Եվ մեր առաջին կանգառը սեպտեմբերի 28-ին գնում ենք հայրաքաղաք, ինչպես ասում են, որտեղից մեզ շատ են կանչում, այնտեղ էլ գնում ենք։ Հիմա մեզ հետևողները կասեն, դե մեր մարզեր էլ եկեք։ Կարծում եմ, որ հրավիրեք եւ մենք կգանք եւ որոշել ենք ամեն տարի գնանք տարբեր քաղաքներ։ Նույն տեղերը չենք գնալու։ Սեպտեմբերի 28-ին կգնանք Գյումրի։ Առավոտյան 12-ից մինչև երեկոյան 9 միջոցառումներ են սպասվում, գրական ընթերցումներ, պոեզիայի ընթերցումներ, քննարկումներ, դասախոսություններ, անգամ ստենդափ, ինչու ստենդափ, որովհետև Գյումրին հումորի մայրաքաղաքն է, եւ առանց ստենդափի չենք կարող։ Հումորիկ տարրերը պիտի լինեն պարտադիր։ Եվ տոնավաճառի ընթացքում, գրքի տոնավաճառի, գրքերը զգալի զեղչով կարող են մարդիկ ձեռք բերել, այնպես որ այս փառատոնի ընթացքում էր մայրաքաղաքում գրքի Երևանյանի ժամանակ, սա էլ է Երևանյան, ուղղակի մարզային այց է, բայց նաև ասում ենք Գյումրու փառատոն, որովհետև գուցե եւ հետո շարունակական լինի, ոչինչ չի բացառվում, այնպես որ գյումրեցիներ շրջանների բնակիչներ ինչպես ինչու՞ չէ նաև երևանցիներ եկեք ավտոբուսներով այդ օրը միասին գնանք Այ հենց այս կարևոր թեմայի հետ կապված մի հարց էի ուզում տալ, չնայած որ պատասխանի փոքրիկ նախաբանը ձեր կողմից հնչեց, Երևանյան օրերի ընթացքում եղել է կապ Գյումրի-Երևան, թեկուզ Կապան Երևան եւ արդյոք երբ գնալու ենք Գյումրի կամ Կապան կլինի արդեն Երևան-Գյումրի եւ Երևան Կապան կապ, այսինքն ստեղծագործողները, նոր հրատարակիչները լինելու են այստեղից
հրավիրված Գյումրի եւ Կապան, թե Պարտադիր։ Ուրեմն Գյումրիում եւ գյումրեցի բանաստեղծներ կան, ասենք Գևորգ Թումանյանը, որը գյումրեցի բանաստեղծ է, նրա գրքի շնորհանդեսը կլինի եւ Երևանից են գնալու ստեղծագործողներ, հրատարակիչներ, ինչպես որ Երևան ենք մենք հրավիրում մարզերից, քանի որ մեր գրողները ապրում են ամբողջ Հայաստանի Հանրապետությունում եւ իհարկե Սփյուռքում։ Եվ շարունակելու ենք մյուս կանգառը, հոկտեմբերի 4-ին լինելու է Կապանը, Կապանի մշակույթի պալատում է լինելու փառատոնը, դարձյալ շատ լավ ծրագիր է մեզ սպասում եւ այդ ընթերցումներից, շնորհանդեսներից զատ երեկոյան օրը կամփոփենք նաեւ Լավելի խմբի համերգով ժամը 7-ին մշակույթի պալատի մեծ դահլիճում մուտքն ազատ է, իդեպ բոլոր միջոցառումների մուտքն ազատ է եւ Գյումրիում եւ Կապանում, այնպես որ բոլորը թող գան։ Ես շատ կուրախանամ, եթե Երևանից էլ մարդիկ գան, չէ, որովհետեւ լավ առիթ է մարզեր գնալու, ժամանակ անցկացնելու, հանգստյան օրեր են եւ ամսի 28-ը եւ հոկտեմբերի 4-ը։ Դրա համար ես նաև հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Կապանի համայնքապետարանին, որ գրկաբաց մեզ ընդունեց եւ ամեն ինչ անում է, որ փառատոնը հրաշալի անցնի։ Իհարկե նաև շնորհակալ եմ նախաձեռնության հեղինակին, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը եւ Երևանի քաղաքապետարանին, որը արդեն մի քանի տարի է որ հովանավորում է եւ առանց այդ աջակցության պարզապես փառատոնը հնարավոր չի իրականացնել, շնորհակալություն իրենց։ Շնորհակալություն իսկապես, քանի որ խոսում ենք արդեն 8-րդ անգամ փառատոնը իրականություն է դառնում ու գնալով մարդկանց, գրքասերների եւ ոչ միայն հետաքրքրությունը մեծանում է։ Այստեղ նաեւ շատ կարեւոր է ձեր աշխատանքը, որովհետեւ նույն ծրագրով ամեն տարի անհնար է ել ավելի մեծ շրջանակների ընդգրկել։ Ինչպես է յուրաքանչյուր տարի պլանավորում, թե ինչ է լինելու, ինչ նոր նախագծեր եք առաջ բերում, ինչ նոր գաղափարներ եք իրականություն դարձնում, այս տարվա նորությունները որոնք էին։ Ամեն տարի երբ անում ենք բովանդակային մասը, ասում եմ լավ, ինչքան քանի տարի մենք պիտի ինչ-որ գաղափարներ ունենանք, միջոցառումներ մտածենք, բայց արի ու տես, որ այդ գաղափարները ծնվում են անընդհատ, քանի որ կյանքը կանգ չի առնում եւ մենք շարունակում ենք քայլել, շարունակում ենք ստեղծագործել, մեր հրատարակիչները շարունակում են նոր գրքեր հրատարակել եւ պատկերացնում եք 50-ից ավելի միջոցառումներ են եղել Երևանում։ 3 դահլիճներում պատկերասրահի եւ պատմության թանգարանի համաժամանակյա եւ մենք ազատ աթոռներ չենք ունեցել։ Այսինքն մարդիկ միաժամանակ 3 դահլիճներում մասնակցել են միջոցառումների եւ դա միայն հրաշալի է։ Եթե խոսում ենք գիր գրականությունից, գրչից, ստեղծագործություններից, ապա պետք է ասենք, որ այստեղ չկա որևէ տարիքային սահմանափակում, որովհետև 0-ից 100 տարեկան մարդուն միշտ էլ հետաքրքիր կլինի, իհարկե իր կրթվածության մակարդակը հաշվի առնելով գիրքը եւ գրականությունը, բայց այստեղ երբ այսքան մարդկանց հոսքի մասին ենք խոսում եւ վիճակագրական առումով բավական ռեկորդային ցուցանիշներ ունենք, բայց հիմնականում որպես այդպիսին թիրախային որ խումբն է քայլում եւ գալիս ձեր ետևից, ավելի պատանիներ երիտասարդներ, ուսանողները, թե գուցեև նրանց թվին են պատկանում նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերում գրքին ու գրականության, ինչ կասեք այս մասով։ Մենք Գրքերևանյան փառատոնի ծրագիրը ամեն տարի այնպես ենք նախագծում, որ այն հետաքրքիր լինի տարբեր տարիքային խմբի մարդկանց։ Եւ ունենք միջոցառումներ սկսած 3 տարեկան երեխաներից, սա շատ կարևոր է։ Ընթերցումներ, թատերական, մանկական ներկայացումներ, որտեղ գրքի փառատոնի ծրագիրը մեծապես իհարկե գրական է, բայց նաև ունի երաժշտական, թատերական, բաղադրիչ կերպարվեստի, լուսանկարչության առհասարակ մենք փորձում ենք մշակութային երկխոսության հարթակ դարձնել եւ ընդգրկել բոլոր լսարանները։ Եվ փառատոնի հաջողության գրավականներից մեկը նաև հենց դա է, որ այստեղ միայն գրողները չեն գալիս, այլ գալիս են մշակութասեր մարդիկ, որոնք գալիս են առավոտյան եւ գնում են երեկոյան։ Այսինքն ոչ թե գալիս են ինչ որ միջոցառման են մասնակցում, ինչ որ գիրք են գնում, այլ գալիս են, մնում են, որովհետեւ դա մի տարածք է, որտեղ բոլոր արվեստասեր մարդիկ են։ Եվ հումորով ասում ենք, որ սա մշակույթի մարդկանց նոր տարին է։ Մի խոսքով օրը վայելում են եւ գաղափարապես, եւ նաեւ հաճելի ժամանցը մեկտեղել։ Նախագծերով է։ Սա մենք գաղափարներ անսպառեն, բրավո ձեզ, որ դուք իհարկե դեռ մտածում եք, որ բարդ է, բայց ոչ, տեսեք թե ինչքան հրաշալի գաղափարներ ունեք եւ
ըստ իս կդառնա 18 կամ 28, մի խոսքով երկար տարիների կարևոր Հուսանք, որ շատ երկար կլինի, որովհետև ասենք Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը միջնադարից է իրականացում եւ արդեն 70-ից ավելի տարիներ ինչ ամենամյա իրականացում եւ դժվարը սկիզբն էր, երբ 17-ին հիմնում էինք փառատոնը, այդ ակնկալիքները չկային, հիմա կան։ Քանի որ մենք խոսում էինք անդադար ընթերցասերներին ապարգևած այդ մի քանի օրերից, նաև սա հիանալի հնարավորություն է հրատարակիչներին, ստեղծագործողներին ծանոթանալու, որովհետև հրավիրված են նաև արտերկրից, թե գրողներ, թե հրատարակիչներ, ինչպիսի նոր համագործակցություններ են ձևավորվել եւ նաև խոսենք ամփոփման մասին, որովհետև փառատոնը ավարտվեց մրցանակներով։ Այո։ Որևէ մեկը կպատկերացնի, որ Հայաստանում կա մոտ 50 հրատարակչություն։ Կարծում եմ դժվար է պատկերացնելը, որովհետև եթե թվում են կանոններ, մտքներից մի քանիսն են գալիս։ Բայց Գրքեվանյան փառատոնի տոնավաճառը ահա հնարավորություն է տալիս ներկայանալու եւ մեծ, եւ միջին, եւ փոքր հրատարակչություններին։ Դու գնում ես տոնավաճառ, առանձին տաղավարներով տեսնում ես այդ հրատարակչությունների գրահրատարակչական արտադրանքը։ Գրախանութները այդ հնարավորությունը մեզ չեն ընձեռում։ Դու գնում ես մի գիրք այստեղ է, մի գիրք այնտեղ, հետո ըստ հրատարակչությունների գրքերը չեն դասավորված, ասում են սա հոգեբանական գրականության անկյունն է, չէ, սա մանկական, եւ դու գրքերը ես վերցնում առանց իմանալու թե հրատարակիչը ով է։ Բայց գրքի որակի համար շատ կարևոր է իմանալ թե ով է հրատարակիչը, ով է թարգմանիչը, առավել եւս խմբագիրը, մասնագիտական ասեմ։ Եվ եթե հրատարակչի, թարգմանչի եւ խմբագրի անունները ձեզ ոչինչ չեն ասում, այդ գիրքը պետք չի գնել, սիրելիներս, որովհետեւ մեծ հիասթափություն է ձեզ սպասում։ Դրա համար եկեք փառատոնին ծանոթանալու նաեւ թե ինչ փոքր հրատարակչություններ կան, որոնք հրաշալի գրքեր են լույս ընծայում, որոնք գուցե մեծ միջոցներ չունեն, որ հարյուրավոր գրքեր հրատարակեն ամեն տարի, գուցե հրատարակում են տարեկան 10 գիրք, բայց դրանք արժանի են տեղ գտնելու ձեր գրադարաններում։ Այդ հետաքրքիր եւս մի խնդրահարույց այսպես հարցի շրջանակներում կուզենայի ծավալվել։ Այդ օրը մենք բացահայտում ենք հրատարակիչների։ Ձեր ասացի համաձայն գուցե արդեն իսկ կայացած ու հայտի եւ գուցե սկսնակ։ Այդ օրը մենք բացահայտում ենք ստեղծագործող մարդկանց, ովքեր գուցե նոր են գրականության մեջ, բայց այս ամենի հետևանքը արդյոք լինում է մարդկանց շատ ավելի մոտ կանգնելը գրականությանը, թե պարզապես այդ օրը համարելով տոն, ինչու ոչ, գրական տոն, մարդիկ այդ օրով են սահմանափակվում եւ հետո արդեն որոշակի ընթացք եւ զարգացում, լավ իմաստով իհարկե, չի լինում ընթերցողի եւ գրականություն ստեղծողի կամ ընթերցողի եւ հրատարակչի միջեւ։ Ինչպես է հետո տարվա ընթացքում նրանց կապը ավելի սերտանում, թե ոչ, գուցե չգիտեմ։ Առհասարակ այն 18000 գրքերը, որ մարդիկ տանում են տուն, դրանք սկսում են կարդալ եւ ընթացքը դրանով իսկ արդեն ապահովում է եւ մենք գիտենք, որ գրքերը երբ որ մենք ձեռք ենք բերում, միայն մենք չենք կարդում, այլ նաև մեր ընտանիքի անդամները, մեր ընկերները, հետևաբար այդ 18000 գրքերը նվազագույնը 50000-ից ավելի ընթերցողներ են ունենում։ Եվ եթե համեմատեմ առաջին տարվա հետ, որովհետև ես եղել եմ նաև առաջին տարում, հիմնադիրներից նաև այս փառատոնի։ Այո, 2017 թվին մենք 3000 գիրք ենք վաճառել, այս տարի 18000, այսինքն գրքի փառատոնը 6 անգամ աճել է։ Հետևաբար այն գրահրատարակչության ոլորտի զարգացման համար ունի ռազմավարական նշանակություն եւ տարեկան Հայաստանում 2500 անուն գիրք է լույս տեսնում։ Դուք պատկերացնում եք դա ինչ հսկա թիվ է։ Եվ թյուր է այն կարծիքը, որ չեն կարդում։ Ստաբը կարդում է։ Քաղաքը կարդում է եւ երկիրը կարդում է։ Դարձավ հրաշալի բանաձև։ Շնորհակալություն ձեզ։ Անչափ շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար ու շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի Երևանյան գրքի միջազգային փառատոնը ամեն տարի դառնա իրականություն, հիմա արդեն նաև մարզերում։ Հաջողություն ենք մաղթում բոլոր նախագծերին։ Այս պահին մենք եթերային էստաֆետը փոխանցենք մեր լրահոսի գործընկերներին, րոպեներ անց Մանեի հետ կրկին կլինենք այստեղ եւ լավ տրամադրությամբ կշարունակենք առավոտ լուսոն, խնդրեմ։